Բարի օր գործարարալիքին միացած բոլոր մեր լսողներին եւ դիտողներին, դուք միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը, սա հետախույզի օրագիր հաղորդաշարն է եւ տաղավարում է հաղորդման հեղինակը ՎԱՄԱ հիմնադիր Վովա Վարդանովը, բարև ձեզ։ Բարի օր։ 2026-ի առաջին թողարկումն է մեր։ Այո։ Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարը, հենց տարին սկսել է ասուլիսով։ Մի քանի հարցեր կային, որոնք ուզեմ առանձնացնենք ու քննարկենք, մասնավորապես հետաքրքրեց այն թեման, որը նա քննարկեց, որ պաշտպանության նախարարության այդ համակարգից առհասարակ իր հորդորով կամ իր միջնորդությամբ, այսպես ասած, աշխատանքից ազատվում են այն տղաների ծնողները, որոնք չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այսպես ասած, այն մարդիկ, ովքեր չեն ծառայում հայոց բանակում, հայկական բանակում, իրենց ծնողները իրավունք էլ չունեն աշխատել այդ համակարգում։ Եթե իրավունքի մասը դնենք մի կողմ, բարոյական տեսանկյունից ոնց եք նման հարցերին դուք վերաբերում, արդյոք ճիշտ մոտեցում է դա, թե ոչ։ Ես որքան հիշում եմ, նախ անցած տոները շնորհավոր Հայեր ջան, փորձանք հաղթական, ասենք, տարի լինի։ Հիմա ինչ վերաբերվում է այդ հարցին, ինքը ոնց որ թե ծառայության մասին էր խոսում, ոչ թե աշխատողների։ Պաշտպանության նախարարությունում կան համ ծառայողներ, որոնք սպաներ են, եւ կան աշխատողներ, ինքը ասեց սպաներին։ Չէ՞ ոնց որ։ Դե նաեւ այդ մասը։ Որտեւ աշխատել եւ ծառայել տարբեր բաներ է, իսկ պաշտպանության նախարարությունում համեն կա։ Ծառայում են սպաները, սերժանտները, շարքայինները, իսկ աշխատում են նույնիսկ կարան, ասենք, ինվալիդնեստ ունեցող մարդիկ աշխատեն, ասենք, առաջի աստիճանի ինվալիդնեստ։ Եթե սպաներին վերաբերյալ եկալենք, սպաները ռազմական գործողությունների ժամանակ որոշում ընդունող մարդիկ են։ Ասենք, թե պաշտպանության նախարարության համակարգում, թե հենց զուտ գենշտաբում ծառայողները, իրենք որոշումներ են ընդունում մարտական օպերատիվ իրավիճակի վրա ազդող։ Պաշտպանության նախարարության աշխատողները այդտենց որոշում չեն ունենում։ Իրանք հիմնականում սպասարկող անձնակազմ են, անգամ եթե վարչության պետ են, փոխնախարար են, իրենք սպասարկում են սպաներին, որ սպաները լավ հայրենիք պաշտպանեն։ Կարծում եմ անմիջապես մինչև հակահետախուզության բացահայտումը, որ մարդիկ լինելով օպերատիվ իրավիճակի վրա ազդող սպաներ, զինծառայողներ պաշտպանության նախարարության, միջև հակահետախուզության հայտնաբերելը, թե ով այս վնասը տվել եւ ինչի պատճառով է տվել, եւ դա հանցանք էր, թե ինչ էր, այդ երեխաների օգնությամբ կամ մեծահասակ, ասենք, իրենց զավակների օգնությամբ ճնշման կարան ենթարկվեն եւ նման որոշում կարծում եմ ճիշտ է։ Պատկերացրեք իրավիճակ, ենթադրենք պայմանական, ինչ որ հետախուզական կամ օպերատիվ վարչության բաժնի պետ կամ վարչության պետի տեղակալ կամ պետ, որը որ անմիջապես մարտի դաշտի վրա իր մի ստորակետով, մի բառով ավել կամ պակաս գրելով կարա ազդեցություն ունենա մարտական գործողությունների նախաշեմին կամ հենց մարտական գործողություններ կատարելու ժամանակ, այդ մարդու որդուն, ասենք, կեղծ կամ իրական թմրամիջոցների հետ միասին ձերբակալում են։ Ես հավելյալ փորձեցի ճշգրտեմ այն ընթացքում, որ դուք ներկայացնում եք ձեր տեսակետը, ասվում է, որ աշխատանքից ազատել են պաշտպանության նախարարությունում աշխատող այն ծնողներին, որոնք ունեն այլ երկրի քաղաքացի զավակներ։ Այսինքն հենց աշխատակիցների մասին։ Եթե ինքը աշխատակիցների մասին է խոսում, այնտեղ ավելի շատ բարոյական, չբարոյականի մոմենտ է, որովհետև աշխատողը իրավունքներ չունի անմիջապես մարտի դաշտի վրա ազդելու, ինքը չունի այդ հնարավորությունը, ասենք ինքը ինչ որ վարչությունում խոսքի աշխատողը, ինքը այդ որոշում ընդունող չի, ինքը սպասարկող ավելի շատ որոշում ընդունողների, սպաների, դրա համար ասենք դա ավելի շուտ իրավական կամ բարոյական խնդիր է։
Այն մասով նաև որ եթե ինքը դա ասելուց նկատի ուներ Հանրապետության քաղաքացիություն, այլ ունեն նաև այլ երկրի քաղաքացիություն, դա էլ է փաստորեն։ Կարծում եմ նույնիսկ եթե քաղաքացիություն չունի, բայց մշտական ապրում է արտերկրում, արդեն խնդիրը, եթե պաշտպանության նախարարությունում այդ իմ ասած օպերատիվ իրավիճակի վրա իր մի ստորագրությունով կամ գրած տեքստի մեջ մի հատ բաբանա ստորակետի պակասով կամ ավելացնելով ազդեցություն կարա ունենա, նման մարդիկ պիտի կամ հեռացվեն աշխատանքից, կամ էլ իրենց ժամանակ տրվի, որ իրանց զավակները վերադառնան Հայաստան, որովհետև մի քիչ առաջ մինչև այդ ուղղումը, որ դու մտցրեցիր, Մոնիկա ջան, ինչ եղավ, ինչի մասին էի խոսում, որ հələ պատկերացրեք մի 60 կիլո կոկաինով հայտնաբերում են խոսքի օրինակ ենթադրենք ինչ որ վարչության պետի զավակին ու կամած ականջին ասում են հեսա կզանգենք պապայիդ ու դու ասա որ դու ես իրավիճակի մեջ ես ինչ պետքա մնացածը մենք կասենք զանգում ասում պապ ջան ես 18 կիլո կամ 60 կիլո կոկաինով բռնել են ինձի սուտա դուզա կապ չունի էլի ասենք եւ հետո ասում են գիտես չէ դրա համար մեր մոտ ցմա ազատազրկում է կամ մահապատիժ է որովհետեւ ինքը այդ Տայլանդից է բերվել ուրեմն Տայլանդին ենք հանձնելու իսկ Տայլանդում դրա համար մահապատիժ է այս մարդը շատ բան կանի շատ բաներ, չեմ ասում անպայման։ Չէ, օրենքի հետ մասով այլ բան է ասում, օրենքի հետ մասով ասում է, որ եթե տվյալ անձին վտանգ է սպառնում, արտահանձնում իրականացնել չեն կարող։ Անկամ եթե նման խնդիր առաջացել։ Դե Հայաստանի դեպքում։ Չէ, ես նկատի ունեմ, ստեղ չեն բռնում, այդ բռնում են արտերկրում։ Եվ այդ երկրի ղեկավարությունը, չէ, հատուկ ծառայությունները կարան սպառնան, իսկ կարան իրականում հանձնեն են երկրին, որտեղ կառավարությունը դրա համար, ասենք, շատ ավելի խիստ պատիժներ է նախատեսում, քան ասենք Ֆրանսիան անում, որտեղ բռնել են կամ Անգլիան, որտեղ հնարավոր է բռնել են։ Հասկանում եք, դա շատ վտանգավոր իրավիճակ է, շատ։ Աշխատողները, որոնք որ օպերատիվ իրավիճակի վրա չեն կարող ազդեն, իրանց, ասենք, հասցրած վնասը հետո է ազգացվելու բայց իրենց հայտնաբերելն էլ կարող է դրա պատճառով դժվար լինի ու ժամանակ ունենալու հակահետախուզությունը քրեական ասենք գործերով զբաղվող հետաքննիչները որ բացահայտեն այդ ամեն ինչը եւ չեզոքացնեն միջև ասենք բանը հասնի դիվան բաշուն բայց օպերատիվ որոշումներ օպերատիվ իրավիճակի վրա գրոհել, հարցակվել, հակաօթային համակարգը ստեղ կանգնացնել կամ ստեղ չկանգնացնել, ստեղ կայնացնելով թիրախ դարձնել եւ այլն, ասած բազմաթիվ բաներ կա, որի վրա կարա ազդի սպան գլխավոր շտաբում ծառայող կամ պաշտպանության նախարարությունում ծառայող իր որոշումով կամ թուղթ լրացնելով եւ որոշում ընդունողին դեմ տալով, կարճ ասած սպաների եւ աշխատողների կարգավիճակից ելնելով իրանց հասցրած վնասնել տարբեր արինելով, բայց բացահայտումը շատ ավելի ասենք բարդ է լինելու աշխատողի, որովհետեւ իրանք ավելի երկար են աշխատում, իրանց հանձնարարական տվող հատուկ ծառայություններից, ասենք, հանձնարարություն տվողները հասկանալու են, որ իրանք օպերատիվ իրավիճակի վրա չեն կարող ազդեն, իրանք կարան երկար ազդեն, եւ դրա համար ավելի զգուշավոր հանձնարարություններ են տալու։ Նայեք, մի օրինակ ձեզ բերեմ, մի գնդապեց 70 թվականների վերջ կարծեմ, թե 80-ների սկզբում Սովետական Միությունում Պիանտկովսկի ազգանունով ուրեմն ՑՌՈ-ի հետ կենտրոնական հետախուզական վարչության հետ Ամերիկայի Միացյալ Նահանգների կապի մեջ մտավ եւ մի քանի տարի ամենաթանկանոց, չասած այն աստիճան կարևոր մարդ էր Ամերիկայի համար, որ անգծամբ Ռեյգանը Գորբաչովին խնդրեց, որ այդ մարդուն բաց թողեն։ Հա, բայց ինքը գնդապետ է եղել մինչև այդ պաշտոնը զբաղեցնել։ Երբ որ ինքը արդեն զբաղացրեց այդ պաշտոնը քաղաքացիական ինչ որ բանա բյուրոյի ղեկավար էր դարը, բանա
պաշտպանության նախարարության բանից ցանցից դուրս ինքը արդեն անմիջապես օպերատիվ վիճակի վրա ազդել չէր կարող։ Դրա համար իր տված ինֆորմացիան, իր հանձնարարականները ավելի զգուշ էին, դրա համար ինքը ավելի երկար կարողացավ աշխատի։ Դավաճան սպան ինքը շատ ավելի շուտ է բացահայտվում։ Շատ ավելի շուտ, բայց իր վնասն էլ ավելի շուտ է, շատ ավելի արագ է լինում։ Հայ դեպ այդ Պիանտկովսկին բանա Գորբաչովը ասաց հարց չկա, վեկալեք բան, բայց այնտեղ ելացի մարդիկ ասին գիժ է սարա, արագի մեջ մահապատիժը կատարեցին, ասին մի քանի տարի առաջ մահապատիժ ենք ենթարկել ու փակվավ այդ հարցը։ Թեման փակվեց։ Հա, թեման փակվավ։ Բանա ուզում եմ ասեմ շատ սխալ կլինի դրա համար քննադատել, ասենք, պաշտպանության նախարարության պաշտոնը զբաղեցնողին։ Չէ, չքննադատենք, ուղղակի քննարկենք թե ինչի մասին է, էլի ամեն դեպքում։ Վտանգավոր է։ Եթե սպայա վտանգավոր է, հիմա եթե աշխատող է, պաշտպանության նախարարությունում, ասենք, սպասարկող, ոնց որ ասած։ Ազդեցության լծակները փոքրեցնում են մի խոսքով։ Բայց դրա հետ միասին վնասը ավելի մեծ է դառնում, որովհետև ինքը հետոյի վրա է աշխատում։ Ու բացահայտվելը ավելի դժվար է իրեն։ Հաջորդ հարցը, որ էլի Պապիկյանի ասուլիսից կուզեմ քննարկենք, դա ըստ նրա խոսքի 2025 թվականին ռազմական պաշտպանության ոլորտում առհասարակ մեր ծախսերը ավելացել են 1.1 միլիարդ դոլարով։ 18 թվականի հետ համեմատ։ Այո։ Ինչ կասեք, դուք տեսանելի առհասարակ այդ թվերին զուգահեռ ոլորտում փոփոխությունները եւ ինչ ուղղվածությամբ է ծախսվել հատկապես։ Ես որքան հասկանում եմ 18 թվականից առեսօր չէր կարա գումարը չշատանար, եթե չշատացնեին ինքնասպանություն կլիներ։ Ես աշխատավարձները բարձրացնելու հետ չեմ, ես դրա հետ եմ, որ 18 թվականին մենք ունենք ստրատեգիական խորհրդություն, ունենք Արցախ, որը Վահանի պես փակում էր Հայաստանի Հանրապետության մեջքը, Գեղարքունիքից մինչև Պարսկաստանի սահման, մենք պաշտպանված ենք, մենք հարյուրավոր կիլոմետր կարայինք հետ նահանջ անենք անհրաժեշտության դեպքում։ Ինչ եղավ 44 թվականին։ Իսկ հիմա կեսքայլ նահանջը Երևանն է արդեն։ Իսկ հիմա դու խորություն չունես, դա նշանակում է, եթե այն վաղ դու քեզ կարայիր թույլ տայր յոլա տանող դիրքեր փորեիր։ Հիմա յոլա տանող դիրքեր արել ես ժամանակավոր եւ դա տեսնելով նաեւ ոման, ասենք, գմբեթ 2 եւ գմբեթ 3 ծրագրերով, ասենք, մասնակցեց ժամանակավոր բանակին աջակցել, ժամանակավոր դիրքեր կառուցելով, որ պաշտպանության նախարարությունը մի քիչ ավելի ամուր դիրքեր արտապատվերի, ասենք, շինարարական կամպանիաներին։ Հա, դու չես կարա քեզ թույլ տաս նման դիրքեր ունենաս։ Եվ այս մի քանի տարին օգտագործելը այդ ամրաշինական աշխատանքները անելու համար շատ ճիշտ է։ Ուրիշ բան, որ այնտեղ, քանի որ ես դաշտային, ոնց որ ասած, հրամանատար եմ եղել, եւ կաբինետային որոշումներ, ոնց որ ասած, ընդունողներից մի քիչ տարբերվում եմ դրանից, որ կաբինետային որոշումներ չեմ արել, չեմ նայել կոնյուկտուրային, չեմ նայել եսի ինչին, եւ մարտի դաշտ վերջի անգամ, որ ես դուրս եմ եկել, եղել է 22 թվականին։ Ես տեսնում եմ, որ այնքան էլ ճիշտ չի այտենց մեծ բետոնային կառույցներ կառուցելը, որտեղ մեծ բետոնային չէ, չգիտեմ, բրիլյանտային ինչային ուզում ես արա, դա մեծ թիրախ է հակառակորդի հրետանու, ավիացիայի, հրթիռահրետանու, ասենք, համակարգերի համար։ Մեծ թիրախ է եւ վրիպելը այդտեղ գրեթե բացառվում է։ Ցրված պետք է լինես, ոնց որ 19-րդ դարում Նապոլեոնի պատերազմի ժամանակ, քանի որ զենքը այդքան հեռու եւ ճշգրիտ չէր կրակում եւ հիմնականում 100-ից 200 մետր էր կրակում, ասենք, հրացանը, ուրեմն շարքերը, որպեսզի ավելի կառավարելի լինեն, զորքերը իրար կպած էին, մարտի մեջ բռնկվում։ Հենց նույն 19-րդ դարում, երբ որ հայտնվեցին ակոսավոր զենքեր, արդեն զորքերը ցրվեցին եւ թե
բանի ժամանակ ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ զորքերը արդեն տեղ-տեղ ծրված էին կռվում, որովհետև հակառակորդի ձեռը ակոսավոր եւ մի քանի փամփուշտով, ասենք, լիցքավորված Վինչեստերներ կային։ Եվ այդ ծրվածությունը թույլ չէր տալի նաև ակոսավոր հրետանին, որ հենց այդ 19-րդ դարի երկրորդ կեսում հայտնվեց, որ ինքը այդ կործանարար հարվածները հասցնի շարքով գրոհին մասնակցող զորքերին։ Ծրվեցին, որովհետև մարդուն սպանելու հնարավորությունները համ դիստանցիայի հաղթահարելու հնարավորություն ստացան, համ ավելի կործանարար հարվածներ հասցնելու։ Նույն ձևով ինժեներական կառույցներն է, եթե Մաններգեյմի գծի մեջ եւ Մաժինոյի գծի մեջ ծրվածությունը վաշտային եւ գումարտակային էր, որովհետեւ հրետանու համակարգերը, որոնք կարային բլեին այդ ամեն ինչը դեռ ճշգրիտ չէին այն աստիճանի, որ 20-30 կիլոմետրից կրակեն եւ ճշգրիտ հասցնեն, բայց գումարտակը վաշտը կոմպակտ գտնվելով ավելի հեշտ է կառավարելը համեմատաբար եւ պարտադիր չի հսկայական փողեր ծախսես ամեն 1, 2, 3 հոգու համար հեռախոսա կամ ռադիոկապ ապահովես, որտեղ այն վաղ հեռախոսի եւ ռադիոկապը շատ ավելի թանկ էր, քան հիմա։ Հիմա դա տասնյակ դոլարներ է, մի հատ բանը բաճկոնի կին կարելի ասել, զինվորական։ Այն վաղ դա շատ թանկ էր, դրա համար անգամ որոշ ֆրանսիական պետք է աշխարհի ամենահզոր ցամաքային բանակ ունեցող երկիրներ 40 թվականին, որը գերմանացիք շատ արագ, ասենք, հաղթահարեցին իր դիմադրությունը, բոլոր տանկերում չէր, որ ռադիո կար։ Նույնը սովետական բանակում, բոլոր տանկերում չէր, որ կար ռադիոմիջոց, ռադիոմիջոցները հիմնականում դասակի հրամանատարի մոտ էին, մնացած տանկերը ղեկավարվում էին արա ինձպես, ասենք, կանոնով, հրամանատարի տանկը ինչ մանևրանում է, մյուսներն էլ էին այդ մանևրանում։ Հիմա այդպես չի, եւ դու կարաս կառավարելությունը պահպանելով ցրես անձնակազմը, ցրես, որպեսզի իր խոցելիությունը պակասի։ Այն բետոնային աշխատանքները, որ ամրոցները կառուցել են, ես դրան մի քիչ վերապահումով կասեմ, որ իրենք լավն են։ Իրանք լավն են ոչ մի բանի հետ համեմատ, լավն են այն ժամանակավոր փայտահողային կառույցների հետ համեմատ, որը որ կար։ Այսինքն իրենք ժամանակավոր լավն են, ճիշտ եմ հասկանում։ Այսինքն իրենք չեն համապատասխանում թուրքերի զենքի հնարավորություններին։ Իրենք համապատասխանում են թուրքերի 2010 թվականի զենքերի հնարավորությանը, բայց այն ճշգրիտ զենքերը, որ թուրքերը արդեն 10 թվականից էսյան ձեռք են բերել, դրանց չի համապատասխանում, եւ դա ոչ թե պաշտպանության նախարարության խնդիրն է, դա համամարտկային խնդիր է, ցանկացած գեներալ պատրաստվում է նախորդ եղած պատերազմին, դա հենց այնպես չի կամ ասենք ասացվածքը ձևավորվել, մարդ ինչ փորձել է, ստացվել է, այդ էլ օգտագործում է, կամ քո մոտ է ստացվել, կամ քո դեմ է ստացվել։ Այդ ճշգրիտ զենքով հիմա ռուս-ուկրաինական պատերազմում, որ անգամ մի հոգի զինվորի վրա ճշգրիտ զենք է օգտագործում, դա մենք չենք տեսել։ Պարոն Վարդանով, ես ճիշտ եմ հասկանում, որ այսինքն այս գումարները ծախսվել են հիմնականում բետոնային այդ կառույցների համար։ Ոչ, չէ։ Բետոնային կառույցները չեն կարող այդքան գումար տանեին, այնտեղ ծախսվել է նաև մենք տանկերի կորուստներ ենք ունեցել, հրետանու կորուստներ ենք ունեցել։ Դե դա լրացվել է ըստ իշխանությունների։ Փորձում են լրացնել, որովհետև այն Հնդկաստանից ինսայթ ինֆորմացիան, որ ուտեշկա տվեց հնդկական լրատվամիջոցներում եւ հետո մեր մոտ հայտնվավ, այդ զրահատեսակները, զենքի տեսակների քանակներն էլ նշած էր, դա լրիվ չի փակում այն Սամվել Բաբայանի ժամանակին աղքի ղեկավարը Արցախի հանրապետության, որը ամբողջությամբ տիրապետում էր այդ ինֆորմացիային,
իր թվերին դեռ չի համապատասխանում։ Նախ մենք տանկ ընդհանրապես չենք գնել։ Այդ 250 տանկը, որ մենք կամ 200 տանկը, որ կորցրել ենք Արցախում 20 թվականին եւ 23 թվականին, այդ տանկերը մենք դեռ չենք կոմպենսացրել։ Մենք կոմպենսացրել ենք, ասենք, որոշ հրետանո։ Բայց չի անցել, չէ՞, տանկերով կռվելու ժամանակաշրջանը։ Չկա տես բան։ Ամենահին զենքը աշխարհի։ Դա եղունգներն է կամ ճանկերը եւ ատամները։ Ընդամենը մի տարի առաջ ես ժապավեն եմ տեսել, ոնց էին ատամներով իրար բողաս կրծում ռուսական զինվորը յակուտ ազգությամբ եւ ուկրաինական զինվորը ռուս ազգությամբ։ Ինչ որ մի պահի կիրառելի է դա։ Իհարկե, դանակն էլ է կիրառելի, նետն ու աղեղն է կիրառելի, ուղղակի այն ուրիշ ժամանակներում ուրիշ ձև էին կիրառում։ Հիմա ուրիշ ձև է կիրառում։ Հիմա ասենք դու դանակով չես հարձակվի մամանտի վրա, որը հələ բանա շնչակտուր բանա էլի հոգեվարքի մեջ է, հեսա կսատկի։ Որտեղ մամանտել չկա, ասեմ էլի։ Չկա, բրծել են։ Մի քանի հատ թանգարանում, ասենք, իրանց դիակներն է մնացել։ Սարցյալ օվկիանոսից թե որտեղից հանած կոնսերվացված են։ Բայց դանակը կա, չէ՞, սպառազինության մեջ մտնում է։ Ինչի՞ համար, որովհետև դեռ պիտանի է։ Պաշտպանության նպատակով եւ թե հարձակման։ Պարտադիր չի միայն պաշտպանության, նաեւ հարձակման։ Այո։ Նաեւ հարձակման նպատակով 14 թվականին էր կարծեմ դիվերսիոն, ասենք, ներթափանցում էր Հայաստանի սահմանի վրա եղել Արցախի հանրապետության հատվածում, ոչ թե Հայաստանի հանրապետության հատվածում, այդ Հայաստանի սահմանը հատած բանը, դիվերսանտը հայ զինվորի հետ մենամարտի մեջ էր մտել եւ թուրքը դանակով էր խփում, ցավալի է, հայ ձեռը դանակ չկար իր ձեռը դանակը։ Դրա համար ինքը բավականին շատ վերքեր ուներ, բայց ոնց որ թուրքի ախից եկել էր եղունգներով, ավելի հին զենքերով, եղունգներով եւ ատամներով։ Ուզում եմ ասեմ, տանկի դարով ասում անցել է, ինքը ոչ թե սուտ ասում, ինքը կիսատ ասում։ Անցել է տանկի այդ տիպի կիրառման դարը, որը բնորոշ էր ավելի երկրորդ համաշխարհային պատերազմին։ Տանկային, ասած, մեծ շարասյուններ, իրան սպասարկող հետևակով զրահտեխնիկայի եւ բեռնատարների վրա նստած, որտեղ հիմա մի քիչ ուրիշ զենքեր են հայտնվել, այ ոնց որ շարքով կռվելն է դադարել, այտենց մարդկանց, այտենց շարքով տանկերի կռվելն է դադարել, որտեղ հեշտ կարաս այդ կալոնան վերացնես։ Ուրիշ բան, ասենք 20 թվականին, որ են կալոնաները զրահտեխնիկայով եւ բեռնատարներով հորադիզի կողմը 2 օր կայնած սպասում էր ներթափանցի Հայաստան, թե չէ, որ մենք չենք օգտվել դրանից եւ չենք կրակել իրանց վրա։ Երևի սպասում էին խաղաղ պայմանագրի առաջարկներ, երևի։ Մենք չենք կրակել հսկայական կալոնային, ասում էին միջև 2000 տեխնիկա է կանգնած եղել։ Բայց այդ դարը անցել է։ Կամ է թուրքը գիտեր, որ մենք չունենք անօթաչուներ բավարար քանակի, չունենք հարվածող, ասենք, անօթաչուներ եւ չունենք նորմալ ավիացիա, անգամ 4 Սուեսեմ ունենալով բավարար ժամանակով թռիչք կատարած օթաչուներ չունենք, որոնք իրենք անթերի կկիրառեն եւ չեն խոցվի։ Օրինակ մեր այդ 4 Սու 30 SM-ները օդ չբարձրացան, չէ՞, մարտերի ժամանակ, որովհետեւ բավարար պարապունք անցկացրված չկային այդ օթաչուները եւ իրենց կիրառելիությունը շատ կասկածելի էր։ Իրականում դրա պատճառով ինքը չի աշխատել։ Այն սութի հեքիաթները բանա, որ մեզ հրթիռ չեն տվել, ես իմ ինչ չեն տվել, դա ընդհանրապես մի տիրոջ տակից դուրս գալու մյուս տիրոջ հրամանով ու մյուս տիրոջ այդ բանա թշերը պաչելու խնդիր էր լուծում։ Դուք բանը արտաքին քաղաքական բաներ խնդիրեր, ինքը ռազմական բանի հետ կապ չուներ։ Ռազմականը ընդհանրեն էր, որ նման բարդ տեխնիկայի վրա պետք է հարյուրավոր ժամերի վարժասարքից բացի
վարժանքներ արածելներ այդ ինքնաթիռներով, որ դու անթերի իրան օգտագործես։ Օրինակ հնդկական օդաչուները Պակիստան, Հնդկաստան օդում որ հակել էին, ուրեմն Ռաֆալները խոցվել էին Su-30 SM, MK-ի, որ նույն Su-30 SM-ն է, ուղղակի ինետի Ինդիա բառն է այդում, Հնդկաստան չի խոցվել։ Ու հետնել կա արձանագրված 5 հրթիռով միաժամանակ իրան գրող, ու ինքը կարողացել է միաժամանակ 5 հրթիռից մանևրով բան անել, խոսանավել։ То есть ինքը լավ բան է, բայց Ռաֆալը ով է ասում, որ վատնա։ Ռաֆալը անգամ հինը լինելով, իսկ հին Ռաֆալներ էին խոսվում, շատ լավներ ու տենց չպետք է խոսվեն։ Ուղղակի որպես հին տեխնիկա, իրան նոր օդաչուներին էին նստածը եւ նոր օդաչուները, որոնք բավարար մարզված չէին կարողացել չխոցվեին։ То есть բանը գալիս ենք էլի նույն ոմայի բանին, կրեդոին ենք հասնում, էլի պարապելապետ։ Մշտապես պարապելապետ, համ օդաչուներին, համ զինվորներին, համ սպաներին, բոլորին պարապելապետ մշտապես, որովհետև ցանկացած երկիր երազում է խաղաղության մասին, ցանկացած, այտենց երկիր չկա, որ խաղաղությամբ չի երազում։ Բաքվի հանրապետությունը թուրքերի կավա չի երազում, ուղղակի իրանց պատկերացրած խաղաղությունը առանց Հայաստանի։ Հա, բայց բոլորն են երազում։ Ու եթե դու խաղաղության մասին երազում ես, քո ուզած խաղաղությանը համապատասխան, հայ ջան, պետք է ունենաս զինված ուժեր, մարզված բնակչություն, պարապած հասարակություն, որ պետք է եղածվաղ համալրի պահեստազորի տեսքով զինված ուժերի կազմը։ Պարոն Վարդանով, կհիշեք երևի նախորդ տարվա մեր վերջին եթերը, երբ մենք տարին էինք ամփոփում, շատ խոսեցինք զենքի գնման նոր աղբյուրներից, դուք բավականին դրական կետեր տեսակ այդ ամենում, որ այն բացասականը, որ խոսվում է, միայն դա չի ամեն դեպքում։ Մենք այսօր էլ տեսնում ենք այդ խոսույթը, այ Պապիկյանն էլ ասուլիսի ժամանակ անդրադարձել է դրան, բայց նաև սրան զուգահեռ ռազմարդյունաբերության հարցն է շատ կարևոր, ոչ միայն գնել դրսից, այլ տեղում արտադրանք ունենալ ու ըստ Պապիկյանի պատվեր կա արդեն 150 միլիոն դրամի, որը մոտավորապես 20 անգամ ավել է, քան սրանից մի 10 տարի առաջ տեղի արտադրողին փոխանցված գումարները, то есть տեղի արտադրողի պատվերներ, այո։ Հատկապես ինչ ուղղությամբ պետք է այս գումարը ծախսվի ու այդ պատվեր, որ ասում ենք, ինչի վրա պիտի, ինչ պատվերներ պիտի լինեն, այսօրվա պահանջը որն է, ռազմարդյունաբերության առաջ դրված խնդիրը որն է, ու ուղղակի չլինի էլի խոսում ենք, ասում ենք դե պատվեր կա, գումարները ծախսվում են, թվում է թե գործարում, վերջում էլի մենք արդյունք չտեսնենք։ Վերջում վերջերս հաղորդման ժամանակ հենց կայքն էինք ուսումնասիրում, պարզվեց այն կետերը, որ գրված է ու ռազմարդյունաբերության ուղղություն պիտի իր առջև դրած խնդիրները լուծի, դրանց մեծ մասը պարզապես տողեր են, տեքստեր են ու դրանք անգամ կիսով չափ չեն իրականացվում։ Հիմա ձեր կարծիքն եմ ուզում այդ մասով իմանալ, որքան համաչափ պետք է այս երկուղությունը աշխատի։ Շատ հաճախ բանա ինչ-որ բան եթե ուզում ես արածելնես, քո մարմինը ալարում անի։ Շատ հաճախ։ Ու ասենք առավոտ արթնանում ես, ասում ես այ երեք որ մտածում է, դե եշեշ մտածեցի էլի, որ առավոտ կհելնեմ, մի ժամ մարմնամազություն կանեմ, նոր ասենք կոֆե կխմեմ։ Ձեն ես տալի, ասում ես կոֆեն բերեք ու տեղաշորի մեջ ես կոֆեն խմում։ Չնայած դու դրանից առաջ ուրիշ ցանկություն ունեիր։ Այն նույն ձևով կան ցանկություններ, որը որ կարծում եմ պաշտպանության նախարարն էլ այդ ցանկությունը ունի, ռազմական վերնախավն ունի, առաջներում այսօրվա օպոզիցիա դառած իշխանավորներն էլ ասենք այդ ցանկությունը ունեին, բայց ալարում էին, հիմա էլ են ալարում ամբողջությամբ այդ երազանքները կատարել ու ստից տեխնիկական հարցերը դառնում է երազանք, ստից։ Ինչի հետ եմ ռազմարդյունաբերության պահով։ Մենք առաջներում էլ հիմա էլ ասենք տասնյակ հազարավոր զինծառայողներ ունենք։ Դա նշանակում է տասնյակ հազարավոր մարդիկ պիտի ռազմական պատրաստություն տեսնեն շորեր մաշացնելով։ Այո, մենք դրա մասին նախորդ եթերի ժամանակ էլ ենք խոսել։ Դա նշանակում է հսկայական
գումար գնում է դուրս կտոր գնելու, լավ է, գոնե այդպես ամբողջությամբ համազգեստը չեն առնում։ Նույն ձևով այդ ռազմական պատրաստության ժամանակ կոշիկներ ավարի գնում։ Լավ է, որ կոշիկը կարում են ստեղ վերապահումներով լավն ավատնա, բայց կաշին դրսից են առնում։ Իսկ այն քանակը, որ մենք ասենք մսակեր ժողովուրդ ենք, այն քանակ միսը, որ մենք ուտում ենք այդ կաշին, որ կարար ստեղ վերամշակվեր եւ արդյունքում մի քիչ ավելի էժան լիներ եւ ավելի անկախ լիներ, ասենք դրսի մատակարարումներից, ես կոշիկի շորի օրինակով եմ վերում, որ ավելի պարզ ու հասկանալի լինի։ Նույնը վերաբերվում է փամփուշտներին, նույնը վերաբերվում է ականներին, այն ամենօրյա ռասխոդնիկներին, օգտագործվող բաներին։ Հիմա անօթաչու սարքն է դառել ռասխոդնիկը։ Անօթաչու սարքերը այն քանակները, որ Ուկրաինայի նախագահան հայտարարել է, որ իրանք պատրաստ էին արտադրել եւ արտադրեցին եւ ինչքան են հիմա պատրաստ, դա միլիոնների մասին է խոսքը։ Լավ, մենք 10 անգամ ավելի փոքր երկիր ենք զինված ուժերով եւ բնակչությամբ։ Ուկրաինան առաջ 20 անգամ էր մեզանից բնակչությունով մեծ, բայց իր ապիկար կառավարությունների պատճառով կեսով կրճատվել է համարյա բնակչությունը։ Ոնց որ մեր մոտ 3.7 միլիոնը դառել է 2.8-2.7, այդ էլ ապիկարություն նշանա, ասենք, ղեկավարների բոլոր 4 ղեկավարների, որոնք այս երկիրը իրենց պատկերացրածն են փորձում կառուցեն, հաճախ ալարելով, ասենք, առավոտյան մարզություն անելով։ Այ պրոստը ուզում են ու վերջել են։ Նայեք, փամփուշտ պիտի կրակի մարդը ռազմական պատրաստություն տեսնելուց։ Միանշանակ։ Ասենք, նորմալ, ես չեմ ասում սպեսնաս, մենք ամեն հրաձգարան գնալուց ամսվա մեջ մի երկու անգամ 200 փամփուշտից պակաս չենք կրակում։ Ամեն մեկս։ Սպեսնազում, Սովետ միություն, հուսամ հայկական սպեսնազն էլ պակաս չի կրակում։ Բայց սովորական զինվորը սովետական բանակում, որը որ այն ուղղությունների վրա էր, որ արևմուտքա կոչվում, սովետի համար կարևորագույն ուղղություն էր, ամեն զինծառայող կրակում էր 100 կրակոց մի տարվա մեջ, ամեն բանի ժամանակ, կիսամյակի ժամանակ 50 փամփուշտին մոտ քանակ էր կրակում։ Ու դա, ասենք, բավարար քանակ էր, այն ներսի բաները, զորամասերը կարեն կրակեին 3 փամփուշտ, 12 փամփուշտ, որտեղ այնքան կարևոր չէ, ինչքան է կրակում ղեկավարների կարծիքով։ Մեր մոտ այտենց տարածք չունենք։ Մեր մոտ ամբողջ տարածքը Արցախը կորցնելու նաև պատճառով, ամբողջ տարածքը սահմանամերձ է կարելի ասել։ Գոնե երկրորդ գիծը։ Դա նշանակում է բոլոր զինծառայողները տարեկան գոնե մի 100 փամփուշտ պետք է կրակեն։ Պայմանական թվերը վերցնենք զինծառայողների, ասենք Հայաստանի Հանրապետությունում 80,000 բանակայինները, ասենք 50-ից 60,000 սահմանապահներ, ոստիկաններ, ոնց է, 100,000 վեգալ ենք, լավ որ կլորել։ 100,000 հոգի 100 պատրոն կրակի։ Դա նշանակում է ամենակիչը 10 միլիոն փամփուշտ պիտի կրակվի սովորական ստանդարտ զինավարժությունների ժամանակ, դասերի ժամանակ, զինավարժությունների էլ չէ։ Դա ամենակիչն եմ ասում։ Իսկ փամփուշտի արտադրություն մենք 90 թվականներին ունենք, հիմա չունենք։ Պիտի լինի փամփուշտի արտադրություն, անկախ դրանից ինքը ավելի թանկ է նստում, ավելի քիչ է նստում, կապ չունի։ Այն մինիմալն է, որը պիտի լինի։ Այո, ոնց որ ասենք մայկա տրուսիկը, այտենց է փամփուշտը։ Տենց էլ ասենք բեսպիլոտնիկները, այդ անօթաչու սարքերը, որովհետև իրանք փամփուշտի պես, շեմշկի պես չրթելիք են դարել, հենա նայեք Ուկրաինային։ Եթե մեր բանը 20 թվականի փորձով ղեկավարվենք, մենք կլինենք հիմարների հիմարը, որտեղ այդ ժամանակ մեր վրա բանը 300-ից 500 դոլարանոց դրոնը չէր գալի տրակում, մեր վրա գալիս էր, ասենք 50,000-անոց հարոպներ գալի, կամ ասենք 100,000-անոց օրբիտերներ գալի։ Շատ վատ բան եմ ասում, բայց ուկրաինական պատերազմը, ինչպես դուք ասիք, լավ օրինակ է մեր աչքի առջև։ Ճիշտ է, մեզ համար բավականին ցավալի է տեսնել այդ ամենը, բայց ամեն դեպքում ժամանակից մի քայլ առաջ է, որ մենք
մեր տեսածից ավելին իմանանք, էլի, պատրաստվելու համար։ Ընդհանրապես մարդասպանությունը վատ բան է, որ մտածում ես ու ցանկացած զինվոր պիտի դաստիարակվի ոչ թե մարդասպանության համար, այլ մարդասպանի դեմը առնելու համար։ Թեկուզ իրեն ոչնչացնելով։ Թե չէ որ նայում ես օրինակ Աֆրիկայում եղած մարտական գործողություններին, որ հետևում էի, սարսափով էի նայում, որտեղ այդ վաղ 5-ից 10 միլիոն մարդ վարի գնաց, Եվրոպան նույնիսկ չնկատեց։ Ես դրա համար չեմ զարմանում, որ 1.5 միլիոն հայի ոչնչացումը Եվրոպան չնկատեց։ Այ բառեր ասաց։ 5-ից 10 միլիոն։ Որտեղ պետք էր նկատեց այդ Տուցի Ռուանդայի, Տուցի խոտոյի բաները, բայց այդ մեծ աֆրիկյան պատերազմը 5-ից 10 միլիոն մարդու կյանք խլեց։ Ու մինչև հիմա չի դադարել, հələ մինչև հիմա ինչ-որ կիլդիմներ է այդ։ Կարճ ասած մենք պետք է պատրաստենք այդ կիլդիմների դեմ առնելու, այդ կիլդիմներից արյան ծառավը հագեցնելու ցանկություն ունեցող մարդակեր, հասկարի տեսքով կլինի, վարսկանի տեսքով կլինի, մոջահեդի տեսքով կլինի, Եվրոպայից կամ Ամերիկայից կամ Ռուսաստանից դեմոկրատիայի դրոշը ձեռքը կլինի, կապ չունի, ցանկացած այդ մարդակերը, որը ուզում է Հայաստան մտնի առանց մեր թույլտվության զենքով, մենք իր դեմ առնելու դեմ պիտի մարդուն պարապացնենք եւ սովորացնենք եւ անհրաժեշտ նյութերով իրեն ապահովենք, այդ թվում նաև պատրոնները, բեսպիլոտնիկները, անօթաչու, ասենք FPV-ները եւ այլն, եւ մարզենք, որտեւ այդ նույն FPV-ն բավականին բարդ հակշելը եւ զինված ուժերում, ասենք, այդ process-ը կազմակերպել գրեթե անհնար է, որտեւ երկար ժամանակ է ուզում, բա եւ պարապի եւ հանգստանա, դա նշանակում է պիտի վերջապես խելքի գա այսօրվա ղեկավարությունը եւ դադարի այդ բաները, որ մեր ստրատեգիան հավաքարարը չի կիսում, դրա համար թույլ չենք տալի մեր ունիտազը իրանք մաքրեն։ Ինչպես հայտարարվեց սրանից 3 ամիս առաջ, վարչապետը մի հատ կոնֆերանսի ժամանակ, այն որ ասեց, մեր հետ չեն կիսում, դրա համար շատ լավ բան են արել, բայց մենք իրանց հետ գործ չենք անում։ Չէ, ունիտազը եթե պետք է մաքուր լինի, իսկ պիտի մաքուր լինի, պիտի պրոֆեսիոնալ։ Շնորհակալություն, պարոն Վարդանով։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնում եմ, որ Գործարար Ալիքի եթերում հետախույզի օրագիրներ, տաղավարում հաղորդման հեղինակ, ՈՄԱ հիմնադիր Վովա Վարդանովն էր եւ ձեզ համար աշխատում էր Մոնիկա Մամյանը, հաջորդ շաբաթ կրկին կհանդիպենք, լավ եղեք։